Ինչպես գիտեք, մի խումբ քաղաքացիներով, հատկապես ես եւ պարոն Հայկ Նահապետյանը ձևավորել ենք ոչ արևմտյան Ադրբեջանի քաղաքացիական նախաձեռնությունը, ինչպես ասել եմ, սա վերկուսակցական նախաձեռնություն է եւ մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետ մեր հասարակության անհամաձայնությունը փորձենք միջազգային կառույցներին տեղացնել։ Երկու խնդիր ենք լուծում։ Առաջինը մեր հասարակության շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը, որտեղ առիթ ունեցել եմ ասել եւ կրկնում եմ, այդ արևմտյան Ադրբեջանի օրակարգը, որ պետականորեն խրախուսվում է Բաքվում, դատարկ կարգախոս չի։ Դա պետության նախագահի աշխատակազմի մակարդակով խրախուսվող ծրագիր է։ Հենց երեք այդ համայնքի ղեկավարը էլի իմպերատիվ պնդում էր, որ պետք է վերադառնան արևմտյան Ադրբեջան, իսկ այդ արևմտյան Ադրբեջան, որ իրենք ասում են, Հայաստանի Հանրապետությունն նկատի ունեն։ Ես խնդրում եմ չտրվել Հայաստանի իշխանության մանիպուլյացիային, որ իրենք Ղարաբաղը նկատի ունեն, հարակից տարածքները, ոչ, իրենք նկատի ունեն հենց Հայաստանի Հանրապետությունը եւ ցավոք սրտի Հայաստանի իշխանության անգործության պայմաններում մենք ստիպված ենք այս շարժումը ընդարձակել, ինստիտուցիոնալ առումով կայացնել, որովհետև ժամանակը եւ փորձը ցույց տվեց, որ Ադրբեջանից հնչող սպառնալիքներին պետք չի անտարբեր լինել։ Հիշում եք տարիներ առաջ մարդիկ ասում էին, ինչ ալնելու Ղարաբաղին, ոչ բան չի։ Մի մաս ասում էին միջազգային երաշխիքներ, մի մաս ասում են Ռուսաստանի զորքերը կանգնած են, ոչինչ չի լինելու, ժամանակը ցույց տվեց, որ ցավոք սրտի, երբ մենք չունենք իշխանություն, որ ազգային օրակարգի կրող է, ամեն ինչ էլ պատահում է։ Եվ երկրորդը միջազգային կառույցներին հիշեցնում ենք իրենց պատասխանատվության մասին։ Անցած մեր ակցիան ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց էր, այսօր Եվրոպական խորհրդի գրասենյակի դիմաց է։ Առայժմ չի եղել, մենք կպահենք այդ մի ամսվա ֆորմալ բանը, որտեղ իրենք գործում են Հայաստանի Հանրապետության տարածքում եւ նամակ դիմումներին մեկ ամսվա ընթացքում պատասխանելու հնարավորություն ունեն։ Ես մեծ հավատ չունեմ միջազգային որևէ կառույցի հանդեպ։ Բայց ես հիմա այստեղ եմ Եվրոպական խորհրդի Երևանյան գրասենյակի առաջ հիշեցնելու 49 թվին այս կառույցը ինչի է ստեղծվել։ Այս կառույցը ստեղծվել է հատկապես երկու խնդիր սպասարկելու համար՝ դեմոկրատիա, մարդու իրավունքներ։ Հիմա այն ինչ անում է Ադրբեջանը, դա բոլոր չափանիշներով ընկնում է գենոցիդի կամ ցեղասպանության հատկանիշների տակ։ Այն ինչ անում է Ադրբեջանը, դա էթնիկ զտում է, դա ցեղասպանություն է, դա մեր պատմական ժառանգության ոչնչացում է, դա ժողովրդագրական էքսպանսիայի սպառնալիք է կախված Հայաստանի գլխին, որտեղ այդ վերադարձի թեզը, որ իրանք անդադ շրջանառում են, դա ինչ է։ Տեսեք ինչ են ասում են այս անկլավները պետք է վերադարձեք։ Անկլավները վերադարձնելուց հետո ասելու են անկլավների եւ բուն Ադրբեջանի կապը ապահովելու համար մինի միջանցքի տակ։ Հետո ասելու են, քանի որ այդ փախստականները վերադարձել են, իրանց իրավունքները սահմանադրորեն ամրագրեք, լեզվի հետ կապված խնդիրներ եւ այլն եւ այլն։ Որպեսզի նման բան չլինի, ես կարծում եմ սա Հայաստանի հասարակությանը համախմբող շատ կարևոր ծրագիր կլինի։ Ի վերջո առիթ ունեցել եմ ասել, հունիսի 7-ի ընտրությունները մեծ իմաստով քաղաքակրթական ընտրություններ են։ Ընտրությունն է կատարվելու Հայաստանի Հանրապետության եւ Արևմտյան Ադրբեջանի կոնցեպտի միջեւ։ Ամեն ինչը շատ հստակ է։ Եթե նկատել եք զուգահեռ սահմանադրական ինչ-որ պսևդո բարեփոխումների գործընթաց է գնում, որով անկասկած է, որ նախաբանը սահմանադրության փոխվելու է, դրա մասին Նիկոլ Փաշինյանը արդեն հայտարարել է։ Հետևաբար մենք չենք զլանալու, առայժմ խնդիր չունենք մեծ ակցիաներ կազմակերպելու, սահմանափակվելու ենք նման նամակներ հանձնելով, գիտաժողովներ, կլոր սեղաններ կազմակերպելով, միջև որ ստանանք արձագանքները, նաև այս ամեն ինչը զուգակցում ենք, մենք չենք էլ թաքցնում, որ երկրում ընթանում է նաև ներքաղաքական գործընթաց, այս ամեն ինչը մենք զուգակցելու, համադրելու ցանկություն ունենք, որտեղ ի վերջո կրկնում եմ, իմ գլխավոր գործընկերը կամ մեր գլխավոր գործընկերը Հայաստանի ժողովուրդն է։
ձեր խոսքում ասացիք, որ Արևմտյան Ադրբեջանը չհավատան կորվա իշխանությունների ասացին, որ դա Արցախ վերադարձն է, իրենք խոսում են արևելյան մեջ Հայաստանի տարածքների մասին, բայց վերջերս Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչները դրականորեն էին գնահատում Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումը եւ նշում, որ իրենց խոսույթում փոփոխություն կա, եթե նախկինում իրենք հայկական տարածքներին ադրբեջանական անվանումներով էին դիմում, հիմա դիմում են հայկական տեղանուններով։ Գիտեք, երկու կողմից էլ քաղաքասարակություն գոյություն չունի։ Ադրբեջանական քաղաքասարակության մասով ամեն ինչ հայտնի է, դրանք մարդիկ են, որոնց մեջ կային էկոակտիվիստ կինը, որը ըստ էության Արցախի էթնիկ զտման նախապատրաստություններ կազմակերպում։ Սա մեկ, երկրորդը մեր քաղաքասարակություն կոչվածը դրանք ինչ քաղաքասարակություն։ Քաղաքասարակությունը այդքան չի ասոցացվում իշխանության հետ, իրանք երկու կողմից էլ պետպատվերով գործող անձինք են։ Բնականաբար Հայաստանի կողմի ներկայացուցիչները պիտի բաներ ասեն, որ ներքաղաքական կոմֆորտը Նիկոլ Փաշինյանի ապահովեն, ադրբեջանցիներն էլ գիտեք, ադրբեջանցի կորցնելու բան չունեն, այսպիսի փոխհայցերով իրենք լեգիտիմացնում են իրենց նվաճումները։ Հետևաբար ես այդ քաղաքասարակություն կոչվածների ասածները չեմ էլ ուզում մեկնաբանեմ։ Իրանք խաղաղության իմիտացիա են ստեղծում, ես էլ իրանք հարցնում եմ, ուրա խաղաղության պայմանագիրը։ Ուր են երաշխիքները, որ ադրբեջանական զորքերը նահանջելու են օկուպացված տարածքներից։ Երբ են վերադառնալու մեր ռազմագերիները։ Բա որ այդ քաղաքասարակություններով հանդիպում են, հենց այդ օրերին մարդիկ դատավճիռներ են ստացել, ցմահ եւ շատ երկար դատավճիռներ։ Ուրեմն տեսեք, մի մարդու առանձնացնեմ, չնայած բոլորիս համար էլ սիրտը ցավում է եւ բոլորի մասին կարող եմ խոսալ։ Ավրորա մրցանակ է ստեղծել մարդը հումանիտար իրավունքի ոլորտում բացառիկ համախմբող դեր է կատարել Ռուբեն Վարդանյանը։ Ակնհայտորեն չի մասնակցել ոչ առաջի, ոչ երկրորդ պատերազմներին։ Այդ մարդու 20 տարվա ազատազրկման են դատապարտում, հետո ուզում եմ, որ ես հումանիտար իրավունքի ու խաղաղության նկատմամբ մեծ հավատ ունենամ։ Դրանք մարդիկ են մեր կողմից, այդ քաղաքասարակություն կոչվածը, որ Ռուսաստանին ստեղից քշելու համար պատրաստ են թուրքերի առաջ ղազագիր ստորագրել։ Ու իրանք բացահայտորեն այդ բազմաթիվ իրանք հարցազրույցներում ասել են, այսինքն շատ պարզ է, որ այդ մարդիկ կոնկրետ գործող իշխանության շահերն են սպասարկում եւ իրենց քարոզիչներն են։